Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունները տեղի ունենում Աշխաբադում, որտեղ Ռուսաստանի առաջնորդը ժամանել է մասնակցելու Խաղաղության և վստահության միջազգային տարվան, միջազգային չեզոքության օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի նվիրված ֆորումին։ Վերջին անգամ Պուտինը և Փեզեշքյանը հանդիպել են Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Խաղաղության և վստահության միջազգային տարին հռչակվել է Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում Թուրքմենստանի նախաձեռնությամբ։ ԵՄ-ն ԱՄՆ-ին ասում է չմիջամտել Եվրոպայի ներքին գործերի, սակայն Բրյուսելն ինքը խախտել է Վրաստանում ինքնիշխանության սկզբունքը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այսօր ԱՄՆ ներկայիս վարչակազմը գնահատում է Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, ճիշտ այնպես, ինչպես մենք անցյալ տարի։ Եվրոպական բյուրոկրատային սա դուր չի գալիս։ Նրանք հիմա հիշեցրել են ինքնիշխանության սկզբունքը, այն սկզբունքը, որ օտարերկրյա միջամտությունը ուրիշների ներքին գործերին արգելում է, չնայած այն հանգամանքին, որ եվրոպական բյուրոկրատական ամեն օր խախտում է ինքնիշխանության սկզբունքը Վրաստանի նկատմամբ։ Այստեղ ակնհայտ են կրկնակի չափանիշները։ ԱՄՆ վարչակազմը ճշգրիտ գնահատում է Եվրամիությունը տեղի ունեցող գործընթացները, եւ մեր գնահատականը նույնն է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում, ասել է Կոբախիձեն։ Թրամփի վարչակազմը ստեղծում է 5 երկրներից բաղկացած կոալիցիա Չինաստանի գերիշխանությանը հակազդելու համար հանքանյութերի արդյունահանման, արհեստական բանականության եւ տեխնոլոգիաների ոլորտում, հաղորդում է Պոլիտիկոն։ Հրապարակման համաձայն դեկտեմբերի 12-ին կստորագրվի հռչակագիր, որը կմիավորի Սինգապուրը, Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Իսրայելը։ Միասին նրանք կաշխատեն կարևորագույն հանքային ռեսուրսների պակասը լուծելու ուղղությամբ։ Թրամփի վարչակազմը նաեւ մտադիր է ընդլայնել կոալիցիան, ներառելով հանքային, տեխնոլոգիական և արտադրական ռեսուրսներ ունեցող այլ երկրներ։ Պոլիտիկոն հաղորդում է, որ հռչակագրի ընդունումը կնվազեցնի կարևորագույն հանքային ռեսուրսներում չինական ներդրումները և կհարթի համատեղ հետազոտությունների և ենթակառուցվածքների զարգացման ճանապարհը։ Ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգի արժեքը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել է $175 միլիարդ, կկազմի մոտավորապես $1.1 տրիլիոն, հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով իր սեփական փորձագիտական գնահատականներին։ Գործակալության հաշվարկները հիմնված են զենքի և պաշտպանական համակարգերի արժեքի վրա, բայց չեն ներառում շահագործման ծախսերը, անձնակազմի ծախսերը և նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են տիեզերական խափանող սարքերի մշակումը։ Լրագրողները նշում են, որ այս գործոնները հաշվի առնելով նախագծի ընդհանուր արժեքը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։ Գործակալությունը նաև գնահատել է ավելի սահմանափակ հակահրթիռային պաշտպանության համակարգի արժեքը, որը նախատեսված է միայն մեկ հակառակորդի կողմից լիարժեք հարձակումը հետ մղելու համար, եզրակացնելով, որ նույնիսկ այս տարբերակը կպահանջի $844.4 միլիարդ։ Գրաֆիկական պրոցեսորների մշակող NVIDIA ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հաունգը The Financial Times-ի կողմից ճանաչվել է տարվա մարդ։ Այս մասին հայտարարվել է թերթի կայքում։ FT-ի տարվա մարդ անվանակարգում Ջենսեն Հուանգն է։ Նա արհեստական ինտելեկտի հսկայական բումի շարժիչ ուժն է, որն ունի համաշխարհային տնտեսությունը վերափոխելու ներուժ, նշում է հրատարակությունը։ Դեկտեմբերի 11-ին Time ամսագիրը անվանել է արհեստական ինտելեկտի ճարտարապետներ, այդ թվում տարվա մարդ անվանակարգում Ջենսեն Հուանգին։ Հրատարակությունը նաև պարգևատրել է XAI-ի գործադիր տնօրեն Էլոն Մասքին, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանին և Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն մեղադրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին Ուկրաինայի հարցով բանակցությունները խափանելու փորձի մեջ եւ կոչ է արել նրան դադարեցնել լարվածության սրումը։ Եթե որևէ մեկը դեռ կասկածներ ունի, որ Բրյուսելում բոլորը իսկապես խելագարվել են, ապա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի երեկվա Բերլինում ունեցած ելույթից հետո նրանք անմիջապես համոզվեցին դրանում։ Իր հայտարարությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փաստորեն մեջքից հարվածեց Ուկրաինայի խաղաղ բանակցություններին։ Մենք հունգարացիներս, որպես ՆԱՏՕ-ի անդամներ, մերժում են գլխավոր քարտուղարի խոսքերը։ Եվրոպական երկրների անվտանգությունը երաշխավորում է ոչ թե Ուկրաինան, այլ հենց ՆԱՏՕ-ն։ Սադրիչ հայտարարությունները անպատասխանատու եւ վտանգավոր են։ Մենք կոչ ենք անում Մարկ Ռյուտեին դադարեցնել ռազմական լարվածության սրումը, գրել է Սիարտոն Facebook-ում։
Հունաստանը 20 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ ծրագրին, որի միջոցով ՆԱՏՕ-ի դաշնակիցները Կիևի համար զենք են գնում ամերիկյան պաշարներից, հաղորդում է Կատեմերինի թերթը։ Նրա խոսքերով Հունաստանն օգտագործում է իր բյուջետային պահուստը Pearl ծրագրին մասնակցելու համար։ Աթենքի որոշումը տեղեկացվել է եւ ՆԱՏՕ-ին եւ ամերիկացիներին, որոնք նախկինում բազմիցս ընդգծել են այն անհրաժեշտությունը, որ Հունաստանը չհայտնվի այն երկրների փոքրամասնության մեջ, որոնք չեն աջակցում Ուկրաինայի համար զենքի գնումներին։ Հրատարակությունը ընդգծում է, որ Հունաստանի ֆինանսական մասնակցությունը Pearl-ին այս փուլում խորհրդանշական է եւ առաջին հերթին ընդգծում է Աթենքի ցանկությունը չշեղվել Վաշինգտոնի կողմից սահմանված գծից։ Pearl-ը մեկնարկել է հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից։ Սեպտեմբերի 17-ին Դաշինքի ներկայացուցիչ Կիևում Պատրիկ Թրները հայտարարել է, որ ամերիկյան զենքի մատակարարումները Ուկրաինա ընթացքի մեջ են։ Պլեխանովի անվան Երևանի մասնաճյուղում բացվել է ժամանակակից ինժեներական լաբորատորիա, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան աշխատել 3D տպիչների ծրագրավորման համակարգերի եւ FPV դրոնների նախագծման, հավաքման եւ թռիչքի փորձարկումների վրա։ Համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանն ընդգծել է, որ այս լաբորատորիան կարևոր է ոչ միայն ուսանողների, այլև երկրի զարգացման համար։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն էլ նշել է, որ երկրում իրականացվող յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է մեծ ազդեցություն ունենա եւ դրա արդյունքները կարտացոլվեն պետության զարգացման, հասարակության բարեկեցության վրա։ Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայրաթոռի դեմ իր գործողություններում հատեց վտանգավոր մի սահմանագիծ, ներկայացնելով իբրև եկեղեցու բարեփոխումների նոր ճանապարհային քարտեզը։ Սակայն արդեն հաջորդ օրը դեկտեմբերի 9-ին Մոսկվայից հնչեց խիստ ու միաձայն արձագանք, որը շոշափելի ազդեցություն ունեցավ Երևանի քաղաքական հաշվարկների վրա։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի հոգեվորականների հայտարարությունը դարձավ կոշտ նախազգուշացում։ Ռուսաստանյան թեմը բացահայտորեն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները, դրանք համարելով ազգային ավանդույթների եւ սկզբունքների խախտում։ Այս ամենը ստեղծում է տարօրինակ ու անհամատեղելի մի իրավիճակ։ Պարզվում է, ժողովրդավարական Հայաստանում հոգեվորականների ձերբակալում են եւ լռեցնում, իսկ ավտորիտար Ռուսաստանում հայ առաքելական եկեղեցին շարունակում է լիակատար անկախություն վայելել։ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մեծ զրույցում նշում է, եթե հայ հասարակությունը չկարողացավ պայքարել եկեղեցու դեմ իշխանության գործողություններին, չի բացառվում, որ հենց Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմը հանդես գա հայ առաքելական Սուրբ եկեղեցու միացյալ կենտրոն։ Ցանկացած թեմ կարող է իրան հրճակել պատրիարքություն։ Ոնց որ ասենք, օրինակ տեսեք Կոնստանտինոպոլի պատրիարքությունը եկեք վերցնենք, հա։ Այնտեղ իրանց ասելով ընդամենը 50,000 հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ կա։ Եվ Թուրքիայում հայ առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացված է պատրիարքությամբ։ Այդ պարագայում ինչու 2.5 միլիոնից 3 միլիոն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ունեցող Ռուսաստանի դաշնությունը չի կարող լինել պատրիարքություն։ Կամ նույնիսկ կաթողիկոսություն։ Ընդ դա կարան թեմերը իրանք իրացնել այդ ցանկությունը։ Եվ որևէ մեկը խանգարել չի կարող։ Դասեմ, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը Աստված միանասե դեռ մնա հայոց պետության ղեկին եւ իր նպատակն է ոնց որ Արցախում ոչնչացնել ամեն ինչ, ոչնչացնել նաեւ Հայաստանում ու հայ ժողովուրդը դրան դիմադրություն չտա, այո, չի բացառում, որ ընդհանրապես Սուրբ եկեղեցու որպես միացյալ կենտրոն հանդես գա Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմա առան։ Եթե հայ ժողովուրդը իր երկրում չի ուզում պայքարել, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին չոչնչացվի, իսկ Նիկոլը գիտեք, չէ, ամեն ինչ ասում ճիշտ հակառակն է անում։ Ասեց Արցախը Հայաստան է ու վերջ, հանձնեց Ադրբեջանին, ասում է թե պայքարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու անաղորդության համար, այդ նշանակում է ուզում է վերացնել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Եթե մենք դրա դեմ չենք պայքարում, այո, ամեն ինչ անի հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որ գոնե իր գոյությունը փրկի։ Ինչու՞ մասն է։ Այս օրերին փաստացի Ռուսաստանի թեմը կրում է ծանր, բայց կարևոր դեր, պահպանում դարավոր արժեքները, որոնք փորձում են մարել Հայաստանում։ Եվ եթե Երևանը շարունակի շարժվել դեպի հոգևոր դատարկություն, Մոսկվան կարող է դառնալ այն տարածքը, որտեղ կպահպանվի անկախ ու մաքուր հայ առաքելական եկեղեցին։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Աշխաբադում կայացած խաղաղության եւ վստահության միջազգային տարի 2025 ֆորումի ժամանակ։ Հայաստանի Հանրապետության նախագահը համոզված է, որ խաղաղության խաչմերուկում նախագծի եւ դրա բաղադրիչի Թրամփի ուղու իրականացումը կնպաստի տնտեսական աճին, երկխոսությանը եւ մարդկանց միջև շփումներին։ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանում ավագանու բողոքը վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր, հայտնել է իրավաբան Վահե Գրիգորյանը եւ նշել. Գործը վերաբերում է 2025 թվականին սահմանված եւ ոչ իրավաչափորեն թանկացված սակագնին։ Հիշեցնեմ, որ Մայր Հայաստան շարժման եւ համանուն խմբակցության հետ համագործակցության արդյունքում բողոքարկել էինք Երևան քաղաքում թե 2024 թվականի, թե 2025 թվականի ավտոկայանատեղիների վճարների թանկացումը, նշել է փաստաբանը։ Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից 3687-ն արդեն իրացրել են հավաստագիրը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրվելու եւ արկավորման գործընթացում հիմք են ընդունվելու արդեն իսկ տրված հավաստագրերը, նշված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել է, որ WhatsApp հավելվածում իր անունով բացվել է կեղծ օգտահաշիվ։ Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իմ անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ, ապա տեղեկատվություն տարածել եւ հնարավոր է կորզել անձնական կամ այլ տվյալներ։ Խնդրում եմ չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ տեղեկատվություն եւ հնարավորության դեպքում այդ հաշիվը զեկուցել որպես կեղծ։ Շնորհակալ եմ զգոնության եւ աջակցության համար, նշել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Դեկտեմբերի 12-ին ժամը 00:27-ին ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները կոտրում են ամեն ինչ։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու եւ խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել եւ ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացու։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ ԱՄՆ կթողարկի $1 մետաղադրամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով։ Արդեն հրապարակվել է մետաղադրամի նախնական դիզայնը։ Դիմերեսին ԱՄՆ նախագահի պատկերն է պրոֆիլից, դարձերեսին բարձրացրած բռունցքը՝ Fight, fight, fight վանկարկությամբ։ Մեջտեղում Աստծուն ենք մենք հավատում կարգախոսն է։ Ներքևում նկարված են 1776-ից 2026 ամսաթվերը։ Ֆիլիպինները պատիվ կունենան հյուրընկալել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը, եթե նրանք մասնակցեն Մանիլայում կայանալիք ASEAN-ի գագաթնաժողովին, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայում Ֆիլիպինների դեսպան Իգոր Բայլենը։ Եթե պատահի, որ նախագահ Թրամփը հաջորդ տարի կրկին գա Ֆիլիպիններ ASEAN-ի գագաթնաժողովին մասնակցելու եւ եթե նախագահ Պուտինը նույնպես գա Մանիլա, ընդունելով նախագահ Մարկոսի Արևելյան Ասիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը, Ֆիլիպինների համար մեծ պատիվ կլինի հյուրընկալել նախագահ Թրամփի եւ նախագահ Պուտինի միջև հանդիպումը, ասել է Բայլենը, պատասխանելով հարցին, թե արդյոք Մանիլան պատրաստ է հյուրընկալել նման հանդիպում։ Հոկտեմբերին Բայլենը ՌԻԱ Նովոստին ասել էր, որ Ֆիլիպինները անպայման կհրավիրեն Պուտինին 2026 թվականին երկխոսության գործընկերների հետ ASEAN-ի գագաթնաժողովին եւ կակնկալեն, որ նա կընդունի հրավերը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքմենստան, որտեղ կմասնակցի մի շարք միջոցառումների եւ կանցկացնի երկկողմ հանդիպումներ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։ Ինչպես նախկինում հայտնել էր նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ռուսաստանի առաջնորդը կմասնակցի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայանալիք խաղաղության եւ վստահության միջազգային տարվան նվիրված ֆորումին։ Միջազգային հանրությունը պետք է ուժեղ աջակցություն ցուցաբերի Գազայի խաղաղության գործընթացին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում խաղաղության եւ վստահության միջազգային ֆորումում։ Գազայում մենք ականատես ենք եղել անցյալ դարի ամենադաժան կոտորածներից մի քանիսին։ Գազայում հրադադարի ապահովումը եւ կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելը մեր գերակա խնդիրներից են։ Գազայում հրադադարը մնում է փխրուն, հետեւաբար միջազգային հանրությունը պետք է ուժեղ աջակցություն ցուցաբերի այդ գործընթացին եւ այդ աջակցությունը
գործողությունը պետք է շարունակվի, ասել է Էրդողանը։ Նա պաշտպանել է պաղեստինցի բնակիչների մասնակցությունը խաղաղության գործընթացի բոլոր փուլերին։ Վերջնական նպատակը պաղեստինյան խնդրի երկու պետությունների լուծումն է։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կատարի իր պարտավորությունները պաղեստինցի ժողովրդի նկատմամբ, նշել է Թուրքիայի նախագահը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը կստորագրի անանուն օրինագիծ համաձայն ամերիկացի առաջնորդի ժամանակացույցի։ Սպիտակ տան կողմից հրապարակված ժամանակացույցի համաձայն նախագահը կմասնակցի ստորագրման արարողությանը Օվալաձև աշխատասենյակում տեղական ժամանակով 15:00-ին, Մոսկվայի ժամանակով 23:00-ին։ Լրագրողներին թույլատրվելու է ներկա գտնվել։ Նախորդ օրը Թրամփը ժամանակացույցի կմասնակցի երկու ֆինանսական հաստատությունների ղեկավարների փակ դռների հետևում կայանալիք երթումնակալության արարողությանը։ Սպիտակ տունը նույնպես մանրամասներ չի հաղորդում։ Միջոցառումը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 21:30-ին։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիտքոֆը կարող է հանդիպել ԵՄ3 անվտանգության խորհրդականների հետ Ուկրաինայի հարցը քննարկելու համար մինչև դեկտեմբերի 15-ին Բեռլինում կայանալիք եվրոպացի առաջնորդների հանդիպումը, հաղորդում է Kyiv Post-ը։ Ավելի վաղ Reuters-ը հղում անելով ԵՄ2 դիվանագետներին հաղորդել էր, որ եվրոպացի առաջնորդները նախատեսում են հանդիպել Բեռլինում դեկտեմբերի 15-ին Ուկրաինայի համար խաղաղության ծրագիր քննարկելու համար։ Ուիտքոֆը, ինչպես սպասվում է, հանդիպի ԵՄ3 երկրների անվտանգության խորհրդականների հետ, հանդիպում, որը դիվանագետները նկարագրում են որպես Բեռլինից առաջ իրենց վերջին հնարավորությունը կապեր հաստատելու համար, գրում է հրատարակությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի մեծամոր խոշորացված համայնքի այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մասին հայտնել է ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Միասնական պայքար մղելու խնդիր կա, բայց ցավոք դեռևս չի ստացվում։ Անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին, Սարգսյանը նշել է. «Ես հայտարարել եմ, որ վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու։ Երևի մենք ենք մեղավոր, որ չենք գովազդում մեր գործողությունները», ասել է երրորդ նախագահը։ Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների դեմ դատական ֆարսը։ Տեղի է ունեցել դատավարության եզրափակիչ փուլի մի մասը։ Միայն տեքստում, որը ներկայացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, չկան նրանց ելույթները, այլ միայն փաստաբանների խոսքերն են, որոնք ձևականորեն խնդրել են արդարացում։ Այնուհետև ապօրինաբար պահվող հայ գերիներից մի քանիսը հանդես են եկել վերջին խոսքով Դավիթ Մանուկյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը եւ Վասիլի Բեգլարյանը հայտարարել են, որ որևէ հանցագործություն չեն կատարել։ Նիստը ընդմիջվել է, այն կշարունակվի դեկտեմբերի 19-ին։ Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15,000 էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա, այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ՀԱՏՄ վարչապետների նիստում քիչ առաջ կայացվեց որոշումը, նշել է Պապոյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին միակ ուկրաինացի ներկայացուցիչն է, որին դուր չի գալիս Վաշինգտոնի կողմից առաջարկվող ճգնաժամի կարգավորման նախագիծը։ Ես կարծում էի, որ մենք շատ մոտ ենք Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքմանը։ Ես կարծում էի, որ մենք շատ մոտ ենք Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքմանը։ Իրականում բացառությամբ նախագահ Զելենսկուն նրա մարդկանց դուր է գալիս համաձայնագիրը, ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Թրամփը նաև նշել է, որ համաձայնագրի նախագիծը բաղկացած է 4 կամ 5 մասից։ Դա բավականին բարդ է, քանի որ պետք է տարածքը բաժանել որոշակի ձևով։ Դա հեշտ չէ, հայտարարել է ամերիկացի առաջնորդը, նշելով, որ Ուկրաինայում կարգավորման հասնելը 1000 անգամ ավելի դժվար է, քան անշարժ գույքի գործարք կնքելը։ Հաջորդ շաբաթ Իրանում կկայանա 6 երկրների, այդ թվում Ռուսաստանի, Չինաստանի եւ Պակիստանի ներկայացուցիչների հանդիպում, որտեղ կողմերը կքննարկեն Աղվանստանում տիրող իրավիճակը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանի Իսլամական Հանրապետությունը գերակա նշանակություն է տալիս հարևան երկրներում անվտանգությանն ու կայունությանը եւ այս առումով կգործադրի բոլոր ջանքերը տարածաշրջանի երկրների միջև լարվածությունը նվազեցնելու եւ նրանց միջև
ըմբռնումը ամրապնդելու համար։ Նրա խոսքերը մեջբերվել են գերատեսչության Telegram ալիքով։ Բաղայի խոսքով այս հանդիպումը տեղի կունենա Թեհրանում հաջորդ շաբաթ։ Պակիստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Ռուսաստանի, Աղվաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Միացյալ Նահանգները կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե երկրի ղեկավարությունը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ եւ շարունակի իրականացնել իր հրթիռային ծրագիրը։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը կրկնել է այն տեսությունը, որ Մերձավոր Արևելքի կարգավորումը չէր լինի, եթե ԱՄՆ զինված ուժերը չհարձակվեին Ֆորդոյում, Նաթանզում եւ Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։ Թրամփի խոսքով Իրանը կարող է փորձել շարունակել իր միջուկային ծրագիրը։ Նրանց երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար, բայց եթե նրանք ցանկանան վերականգնվել առանց մեզ հետ գործարքի, մենք այն նույնպես կոչնչացնենք։ Մենք կարող ենք շատ արագ ոչնչացնել նրանց հրթիռները, պնդել է ԱՄՆ նախագահը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է նոր ռազմական հետախուզության ծառայությունների ստեղծման մասին՝ ի պատասխան աճող թշնամական սպառնալիքների։ Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն նոր հետախուզական ծառայությունը առաջին անգամ միավորում է Պաշտպանության նախարարության բոլոր հետախուզական ստորաբաժանումներն ու կազմակերպությունները մեկ միասնական կառույցի մեջ, ներառյալ ռազմածովային ուժերի, ցամաքային զորքերի եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները, ինչը կարագացնի զինված ուժերում տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունը եւ փոխանակումը։ Միաժամանակ հայտարարվեց Պաշտպանության նախարարության նոր պաշտպանության հակահետախուզական ստորաբաժանման ստեղծման մասին։ Հայտարարության մեջ նշվում է, որ անցած տարվա ընթացքում պաշտպանության նախարարության դեմ թշնամական հետախուզական գործունեությունն աճել է ավելի քան 50%-ով։ Ինչպես նշել է պետքարտուղար Ջոն Հիլին, նոր կառույցները հետախուզությունը կդարձնեն ավելի արդյունավետ, Մեծ Բրիտանիան դնելով ռազմական նորարարությունների առաջատար դիրքում։ Հետախուզական գործակալությունները ստեղծվել են հունիսի 2-ի ռազմավարական պաշտպանության վերանայման առաջարկություններին համապատասխան։ Ռազմական հետախուզական ծառայությունները միավորում են ռազմածովային ուժերի, ցամաքային ուժերի, ռազմաօդային ուժերի, թագավորական տիեզերական հրամանատարության եւ մշտական Միացյալ շտաբի հետախուզական ստորաբաժանումները, ապահովելով, որ դրանք գործեն որպես միասնական համակարգ, հավելել է Հիլին։ Դիվանագիտական թաքուն ակնարկների դարն այլևս ավարտվել է։ Եվրոպացի գործընկերները առաջին անգամ բաց տեքստով հնչեցնում են իրենց այսպես ասած բարեկամության գինը։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է. ԵՄ-ի հետ մերձեցման պարտադիր պայմանը հակառուսական պատժամիջոցներին միանալն է։ Այնինչ տարիներ շարունակ փաթեթավորվում էր որպես արժեհամակարգային մոտեցումների ու ժողովրդավարական ընտրության լեզվով, այսօր հնչում է բաց ու անկեղծ տեքստով։ Այս ուղերձը ԵՄ Հայաստան հարաբերությունների նոր ռազմավարության հրապարակման փուլում այսպես ասած մերկացնում է եվրոպական ինտեգրման իրական տրամաբանությունը։ Գեղեցիկ ձևակերպումները ժողովրդավարության արժեքների եւ անվտանգության մասին մնացին երկրորդ պլանում, երբ Բրյուսելը առաջին անգամ բացեց իր քաղաքական իրական հաշվարկները։ Արևմուտքը առաջարկում է ոչ այնքան գործընկերություն, որքան աշխարհաքաղաքական պայմանագիր, որի մեջ Հայաստանը դիտարկվում է որպես գործիք մեծ հակամարտության մանրապատկերում։ Սակայն խնդրի էությունը շատ ավելի խորն է։ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին գրանցելով աննախադեպ աճ, ամրապնդել է իր դիրքերը հենց Ռուսաստանի հետ տնտեսական կապերի, ինչպես նաև դեպի եվրասիական շուկա հասանելիության, ներդրումային հոսքերի ու գործարար միջավայրի ակտիվության շնորհիվ։ Եվ հիմա փաստացի Երևանին առաջարկվում է սեփական ձեռքբերումները փոխանակել քաղաքական հավանության թղթի հետ։ Փաստացի պահանջվում է հրաժարվել այն համակարգից, որը հաստատում է երկրի բյուջեն եւ քաղաքացիների գրպանը, հանուն հեռանկարների, որոնք դեռևս թղթի վրա են։ Պատժամիջոցների կիրառումը ըստ ամենայնի կնշանակի արտահանման անկում, ներդրումային ծրագրերի սառեցում, բիզնես միջավայրի անորոշություն իր հետևանքներով, որոնք առաջին հերթին զգալու են շարքային քաղաքացիները։ Եվ հիմա, երբ երկու հակադիր մոդելներն ամբողջությամբ բացվել են, տարբերությունը դարձել է առավել քան տեսանելի։ Մինչ Ռուսաստանը խոսում է զարգացման, արդյունքների եւ եկամուտների մասին, Եվրոպան պահանջում է զոհաբերել այդ ամենը, միանալով ուրիշների հակամարտությանը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադառնալով այս հայտարարություններին նշում է. Եվրամիության բյուրոկրատիայից այլ բան պետք չի սպասել։ Նախ Հայաստանը Եվրամիության անդամագրվելու դիմում չի ներկայացրել։ Եվ ես չգիտեմ ընդհանրապես երբևէ նման դիմում կներկայացվի, թե չէ։ Որովհետև օրենքի ընդունումով Եվրամիության անդամ չեն դառնում։ Հստակ ընթացակարգ գոյություն ունի։ Այդ ընթացակարգը ենթադրում է, որ գործադիր իշխանությունը դիմում է ներկայացնում Եվրամիությանը, եւ եթե Եվրամիությունը դրական արձագանք է տալիս, սկսվում է անդամակցության շուրջ գործընթաց։
Դա բանակցությունները կարող են շատ երկար տևել։ Օրինակ Թուրքիան արդեն մի 30 տարի, եթե չեմ սխալվում, այդ ճանապարհին հաջողություններ չունի։ Սա մեկ, երկրորդը Եվրամիության այսօրվա բյուրոկրատիայից այլ բան հնարավոր չի սպասել։ Բյուրուսելի բյուրոկրատիայի ճակերտավոր կենսունակության միակ մոտիվը հակառուսականությունն է։ Այլ բան ես այդ կալասներից եւ այլ պաշտոնյաներից Եվրամիության չեմ էլ սպասում։ Դրանց առաջարկած մոտեցումները իսկական փորձանք են այդ սովետական տարածքի փոքր պետությունների համար, որոնք նրանք շատ կոշտ դնում են կամ մեր հետ ես կամ Ռուսաստանի դեմ ես մեր հետ ես կամ մեր հետ չես, մոտավորապես այդ սկզբունքն է։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունը Եվրամիությանը դիմում ներկայացնելու արկածախնդրություն չի ունենա եւ հետեւաբար հույս ունեմ, որ այդ կոշտ երկընտրանքի պարտադրանքը հնարավոր կլինի շրջանցել։ Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանն էլ իր հերթին նշում է. ԵՄ-ի որդեգրած քաղաքականությունը հետևյալն է. հակառուսական գլոբալիստական պայքար մղելու շրջանակներում մանրադրամ դարձնել այն երկրներին, որոնք ՌԴ-ին բարեկամ են։ Տեսեք, այն որ Եվրամիության մեջ կան երկրների ղեկավարներ եւ առանձին չինովնիկներ, որոնք լիբերալ ֆաշիզմի դավանողներ են, դա արդեն հայտնի փաստ է եւ նույն արևմուտքում ընդունում են, որ այդպիսի շրջանակներ կան եւ հենց արևմտյան արժեքների դեմ են պայքարում։ Օրինակ Տրամփի վարչակազմը գտնում է, որ Եվրամիության այդ չինովնիկները վնաս են տալիս արևմուտքին եւ տնտեսությանը եւ արևմտյան արժեքներին։ Եվրամիությունում կան երկրներ, որոնց ղեկավարները չեն ընդունում այդ մակրոնների, միշելների, կալասների քաղաքականությունը։ Իսկ այդ քաղաքականությունը հետեւյալն է. հակառուսական գլոբալիստական պայքար մղելու շրջանակներում մանրադրամ դարձնել այն երկրներին, որոնք Ռուսաստանին հարակից երկրներ են, օրինակ պատերազմել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին, պատերազմել Ռուսաստանի դեմ մինչև վերջին մոլդովացին, վրացին, ադրբեջանցին, հայաստանցին եւ այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը համաձայնել է այդ մանրադրամի դերին իր իշխանությունը պահելու համար եւ բնականաբար նրա դրսի տերերը, դրսի տեխնիկավարները պահանջում են, որպեսզի ինքը քայլեր ձեռնարկի եւ իրենց գլոբալ ֆաշիզմի, լիբերալ ֆաշիզմի շրջանակներում գործողություններ իրականացնի։ Նիկոլ Փաշինյանը բնականաբար շուշտրաբար փորձում է այսպես խուսանավել, որովհետեւ հասկանում է, որ ԵԱՏՄ-ից հսկայական տնտեսական օգուտներ է ստանում մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերություններից, հենց մասնավորապես իր շրջապատն գերշահույթներ է ստանում այդ հարաբերություններից, բայց մյուս կողմից էլ հասկանում է, որ իր իշխանության համար պարտական է արևմտաթուրքական շրջանակներում գլոբալ լիբերալ ֆաշիստների ներկայացուցիչներին։ Դրա համար էլ այսպես կամուկացի մեջ է, բայց նրան անընդհատ անկյուն են մղում, ասում են դու պետք է քայլեր կատարես։ Ահա այդ ամենի շրջան կալասը հանդես է եկել։ Այսպիսով, այս փուլում ընտրությունն իսկապես վճռորոշ է, խոսքը ոչ միայն արտաքին քաղաքական կողմնորոշման, այլև տնտեսական ինքնիշխանության զարգացման շարունակության եւ ազգային շահերով առաջնորդվելու մասին է, եւ արդեն դժվար կլինի այս ընտրության հնարավոր հետևանքները վերագրել թյուրիմացություններին կամ քաղաքական անտեղյակությանը։ Ուկրաինան մշակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակամարտության կարգավորման նոր ծրագրին կից երկու լրացուցիչ համաձայնագիր, որոնք կանդրադառնան անվտանգության երաշխիքներին եւ երկրի վերակառուցմանը, հաղորդում է Bloomberg-ը։ 20 կետից բաղկացած ծրագիրը պատերազմը դադարեցնելու հիմնարար փաստաթուղթ է, հայտարարել է Զելենսկին։ Ուկրաինան նաեւ մշակել է այս ծրագրի հիման վրա առաջարկվող երկու լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կդառնան ԱՄՆ անվտանգության երաշխիքներին եւ ապագա վերակառուցմանը, հաղորդում է հրատարակությունը։ Bloomberg-ի աղբյուրների Համաձայն Կիևի եվրոպացի դաշնակիցները դեկտեմբերի 11-ին կքննարկեն խաղաղության բանակցությունների կարգավիճակը եւ վերջին նախագծի ծրագիրը, որը ուկրաինացի պաշտոնյաները գիշերը ուղարկել են Վաշինգտոն։ Եղանակը առաջիկա օրերին հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ին 13-ի ցերեկը, 14-ից 15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, ովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 12-ից 14-ը Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում
սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, դեկտեմբերի 13-ին 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ից 16-ը գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով, ցերեկը 1-ից 3 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 12-ին 13-ից 3-ը 14-ից 16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 12-ից 13-ը քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։